Արևամանուկ հոգեբանասոցիալական աջակցության հիմնադրամը նշում է իր 25-ամյակը կազմակերպություն, որը Գյումրուց սկիզբ առած իր մարդասիրական ու մասնագիտական առաքելությամբ դարձել է հույսի ու վերականգնման խորհրդանիշ ոչ միայն Շիրակի մարզում, այլև ամբողջ Հայաստանում։ Արևամանուկը ինձ համար եղել է ոչ միայն իմ առաջին աշխատավայրը, այլև մեր փոքրիկ քաղաքում կանաչ օազիս։ Ամենամեծ ձեռքբերումը համարում եմ ավելի շատ կոնցեպտուալ, ավելի շատ հոգեթերապևտիկ ուղղության, գիտական ուղղության մասը, մենք հոգեվերլուծական հոգեթերապիայի ուղղության ներկայացուցիչներ ենք։ Ամենամեծ ձեռքբերումը այն է, որ մինչև հիմա մարդիկ համագործակցում են մեզ հետ ու հավատում են մեզ եւ դրանով ապահովում են մեր շարունակականությունը։ Հիմնադրամը հանդիսանում է նախկին Նարեկ կենտրոնի իրավահաջորդը, ընդհանուր առմամբ գործունեությունն ամփոփվում է 35 տարիների մեջ, մարդակենտրոն մոտեցմամբ նպաստելով բարդ ճգնաժամային իրավիճակներում հայտնված մարդկանց բարեկեցությանը։ Բարդ էր սկսել աշխատել այն օրերին, երբ Գյումրին դեռ պայքարում էր երկրաշարժի աղետալի հետևանքների դեմ եւ հոգեբանական աջակցությունը դարձել էր կենսական անհրաժեշտություն։ Չունենք այն անկախությունն ու ինքնուրույնությունը, ինչ որ հիմա ունենք, այսինքն մենք եւ մասնագիտական կրթության տեսանկյունից եւ փորձի տեսանկյունից անպայման մեր հայացքը ուղղում ենք հենց ֆրանսիացի այն բոլոր մասնագետներին, ովքեր աննկարագրելի մեծ գործ են արել հոգեբանության զարգացման համար եւ մարդկանց օգնելու տեսանկյունից, նույնպես տառապանքը մեղմելու տեսանկյունից։ Այսօր 25 տարի անց Արևամանուկն իր շուրջն է համախմբել բարձր որակավորում ունեցող մասնագետների, ովքեր ի վիճակի են տրամադրել համալիր եւ խորքային ծառայություններ, բռնության կանխարգելումից մինչեւ հետտրավմատիկ աջակցություն, անհատական եւ խմբային թերապիաներից մինչեւ կրթական ծրագրերու վերապատրաստումներ։ Մեր նպատակն է զարգացնել հոգեկան առողջությունը, ծառայություն որակյալ ծառայություններ մատուցել հոգեկան առողջության ոլորտում, աջակցել դժվար իրավիճակում հայտնված անձանց։ Այսօր էլ շարունակվում են մեծածավալ ծրագրերի իրականացումը, հիմնադրամը մեկնարկեց մանկություն առանց բռնության ծրագիրը։ 25-ամյակին հիմնադրամի կողքին են մարդիկ, ովքեր որևէ փուլում համագործակցել են, սովորել Արևամանուկից, դարձել են գործընկերներ կամ պարզապես հարազատ մարդիկ։ Հարուստ ենք այդ համագործակցությամբ։ Առանց համագործակցության որևէ կառույց չի կարող առաջ գնալ։ Եվ 25-ամյակ այսպես նշելու եւ գործունեության 35 տարիները կամ հոգեբանական ծառայության 35 տարին այսպես նշելու միտքը կապված է նրա հետ, որ եւս մի անգամ հանդիպենք համագործակցող կառույցների հետ։ Արևամանուկի ճանապարհը հստակ ապացույց է, որ հոգատարությունը, մասնագիտացումը ու հետևողական աշխատանքը կարող են փոխել կյանքեր։ Այս հիմնադրամի պատմությունն այն մասին է, թե ինչպես կարելի է վերականգնել մարդուն, նույնիսկ երբ ամբողջ քաղաքը փլվել է իր շուրջը։ Տիկին Արմինեն առանձնացնում է նաև վերջին 5 տարիները, որոնք ոչ պակաս դժվար էր հաղթահարելը։ Միշտ լիքն է եղել այդ ընթացքում մեր կենտրոնը մարդկանցով, եւ եթե մենք կարողացել ենք օգնել, ամոքել, սատարել, ինձ թվում է կարողացել ենք, ապա ես դրա համար միայն ուրախ եմ։ 25 տարիները լի են ցավով ու բուժմամբ, դժվարություններով ու հաղթահարումներով, բայց ամենից առաջ մարդկանցով։ Իսկ այդ մարդիկ են, որ այսօր շարունակելու են Արևամանուկի պատմությունը, հավատարիմ հիմնադրամի սկզբունքին՝ լինել մարդասիրական արժեքներին հավատարիմ։ Ամենակարևոր սկզբունքը մարդասիրական արժեքներին հավատարիմ մնալն է եւ պրոֆեսիոնալ էթիկայի կանոններին հավատարիմ մնալը։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանիսյան, այսօր։